Այսօր 2025 թվականի մայիսի 9-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 2 տարեկան, սակայն նրա ծննդյան օրը վերածվել է վշտի, լռության և անսահման սպասման։ Նրա անկողինը դատարկ է, խաղալիքները մոռացված, գյուղը քարացած սպասման մեջ։ Տիգրանը կորել է մայիսի 4-ին Մարմարիկ գյուղում։ Հենց այդ օրից սկսվեց որոնման աննախադեպ գործողություն, որում ներգրավվեցին պետական կառույցներ, կամավորներ, հարազատներ և վերջապես մեկը, ում ընտանիքը դիմեց հուսահատությունից դրդված։ Էքստրասենս։ Առաջին օրերին փրկարարներն ուսումնասիրեցին Մարմարիկ գետը լազերային սարքերով, ջրասուզակներով, շներով։ Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, բայց Տիգրանի հայրը Նորայր Պետրոսյանը վստահ է՝ տղան չի ընկել գետը, նա պնդում է, որ դա ծրագրված առևանգում է։ Ես իմ երեխայի հոգին զգում եմ, նա այստեղ է մեր կողքին, բայց ոչ ազատ։ Ես հավատում եմ սրտիս ձայնին և դա ինձ ստիպեց դիմել մի մարդու, ով տեսնում է այնտեղ, ուր ոչ մի տեսախցիկ չի նայում, ասում է նա։ Էքստրասենսի խոսքերով երեխան մի տանն է, 2 հարկանի հին շինություն, պատուհաններից մեկը գոցված ծածկոցով, դրսից այն նման է լքվածի, բայց ներսում ակտիվություն կա։ Երեխան մի սենյակում է մութ, միայն մեկ փոքրիկ լուսամփոփ, շուրջը երկաթյա ցանցով պարագծված բակ։ Դարպասը ժանգոտ, կողքին մի մեծ շուն, որը գիշերը հաչում է։ Տեղանքը գյուղից մի փոքր վերև անտառի եզրին։ Նրա պատկերացումները հստակ են, նա նշում է նաև, որ տղան հոգեբանորեն ուժեղ է, թեև սարսափած։ Նա երբեմն լաց է լինում, բայց հիմա նա լուռ է, զգուշանում է։ Նրա կողքին կա մի կին, ով փորձում է խաբել նրան, ասելով, թե ծնողները հեռու են, բայց դա ժամանակավոր է։ Ես զգում եմ նրա կարոտը ու նրա հոգին ինձ ձայն է տալիս։ Նա վստահ է, այդ տունը գտնվում է Մարմարիկից 3-ից 4 կիլոմետր հեռավորության վրա։ Նա սկսել է աշխատել տեղանքային քարտեզի վրա, նշելով հնարավոր բոլոր վայրերը, որոնք համապատասխանում են իր տեսածին։